Պարոն քաղաքապետ, դուք խոսեցիք մոտավորապես արդեն մայթերի մասին, գաղտնիք չէ, որ Երևանը մեղմ ասած հետիոտնի համար հարմար քաղաք չէ, եւ ունենք փողոցներ անգամ, որտեղ ամբողջ երկարությամբ չունենք մայթեր, չգիտեմ, օրինակ Նարդոս փողոցում ամբողջ զբաղեցված է բիզնեսների կողմից, մեքենաների կողմից, բայց հաճախ կարող են լինել դեպքեր եւ կարծում եմ այդպես են մեծամասամբ, որ այդ բիզնեսները ունեն սեփականության իրավունք, այսինքն ամեն ինչ օրինականացված է։ Այդ դեպքերում, պարոն քաղաքապետ, ինչպես է լուծվելու այդ մայթերի հարցը, որ այդ բիզնեսների եւ շահերը չտուժեն եւ մարդիկ մայթ ունենան։ Շնորհակալություն հարցի համար, իրականում ձեր մատնանշած խնդրի հետ կապված մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, մասնավորապես մենք փորձում ենք իրականացնել մայթերի հիմնանորոգման կամ նորերի կառուցման ծրագրեր այն փողոցներում, որտեղ որ ամենաբարդն է եւ ամենադժվարն է։ Օրինակ, Մհեր Մկրտչյան փողոցում այս տարի իրականացնում ենք ամբողջական երկկողմանի մայթի կառուցում եւ շատ գեղեցիկ է իրականում, տենց կարող եք գնալ եւ տեսնել, այդ հատվածում մայթ որպես այդպեսին չի եղել, գոյություն չի ունեցել։ Եվ դա միշտ տեղի է ունենում ինչ որ մի բանի հաշվին, եւ դա տեղի է ունենում կամ ձեր մատնանշած փողոցի հաշվին, կամ դա տեղի է ունենում այդ բիզնեսների տենց արդեն իսկ նույնիսկ օրինականացրած տարածքների հաշվին, եւ տարբեր դեպքերում տարբեր է ընդհանուր առմամբ մենք բոլոր այն տեղերում, որտեղ որ խնդիր է դրվում, խնդիրը լուծելու, այդ խնդիրը վստահորեն ինչ որ լուծումներ ստանում է։ Եվ դրա հաշվին ինչ կարող է լինել։ Այո, կարող է փողոցի լայնքը նեղանալ եւ կարող է հետիոտնային հնարավորությունը ստեղծելու հաշվին ուղղակի տենց ավտոմեքենաների համար կանգառի հնարավորությունը այլևս չլինի։ Եվ դա նորմալ է եւ տրամաբանական է, որովհետեւ նորից կրկնեմ, մեր առաջնային խնդիրը հետիոտնա, անվասայլակով մարդն է, մանկասայլակով մարդն է։ Երկրորդի մասով էլ Երևան քաղաքում միայն վերջի տարվա ընթացքում 500 թեքահարթակներ են կառուցել ու ասեմ ավելին, այդ թեքահարթակների կառուցումը մեկ ընդհանուր տրամաբանությամբ, այսինքն ինչ որ մի փողոցում, եթե անվասայլակով դու սկսում ես շարժվել, պետքա ինչ որ մի կետի, տրամաբանական կետի հասնես։ Այսինքն, այս էլ մեծ ծավալի աշխատանք արել ենք այս տարի։ Ну, չեմ ասի, որ արդեն հետիոտնի եւ անվասայլակով մարդու համար շատ հարմարավետ է դարձել քաղաքը, բայց այդ ճանապարհով մեծ տեմպերով շարժվում